Բարի տոնական օր բոլորիս, սիրելի երեխաներ, հարազատ դարձած հանրային դեմքեր, հարգարժան պարոն Ծառուկյան։ Հազար փառք Աստծո, որ այսօր ես կամում նորից հանդիպել ենք մենք բոլորս։ Ջերմագին ցանկություն ունենք այս երեխաներին եւ բոլոր երեխաներին ուրախություն պատճառել։ Օրը մանուկներինն է, այն անմոռանալի դարձնելու գործը մեծերին է։ Գագիկ Ծառուկյանն իր հարկի տակ համախմբել է «Ես կամ» նախագծի մեծ ու փոքր հերոսներին։ Երեխաների երազանքներն իրականություն դարձնող տասնյակ հայտնի ու հանրային դեմքեր տարիներ շարունակ նրանց կողքին են եղել։ Իսկ հեռուստանախագիծն իրականություն է դարձել ու շարունակում է իր հաջող ընթացքը Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամի շնորհիվ։ Անուշուքն քուր սերնես կոտատիկի դու հավերժ բաբախով սիրտնես մայրիկի հույսի հավատի դուրնես քո հայրիկի մեկը հունիսի օրը խինդոլի է դու ինձ հետ կիսի Այսօր ամբողջ աշխարհը ձեր տոնն է շնորհավորում եւ մենք պետք է ամեն ինչ անենք որ դու ունենաք անհոգ երջանիկ մանկություն Եվ փայլուն ապագա։ Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել Ջավայրին, որ այս հաղորդումը, որ իր միտքը, իր ծրագիրն է, որ տեսնելով մարդիկ հիանում են, որ կարողանում են բոլոր երեխաներին իրենց նպատակը իրականություն դարձնել, իրենց երազանքները իրականություն դարձնեն, ու ես շնորհակալ եմ մեր աստղերին, մեր հյուրերին, որ այսօր այստեղ են, տեսնելով նրանք ինչ սրտացավ, ինչ հոգատար, ինչ ջեր, որ ձեր հետ շփվում են, ընկերություն են անում, կապը պահում են, որ ցանկացած հարցով իրենք օգտակար լինեն ձեզ։ Ճիշտ է թե ոչ։ Այո։ Կապը պահում են, չէ՞ ձեր երազած մարդիկ, ում որ ցանկացել եք տեսնելու։ Այո։ Մենք միշտ ձեր հետ ենք, ամեն ինչ անում ենք, որ դու երջանիկ լինեք, ունենաք անհոգ մանկություն եւ փայլուն ապագա։ Դուք եք մեր երկրի ծաղկացրողը, զարգացրողը, մեր արժանի փոխարինողները։ Աստված ձեզ պահապան, Աստուծերը թող ձեր գլխին լինի, ամեն ինչ լավ է լինելու։ Հիմա վայելեք, ուրախացեք, այս բոլորը ձեր համար է կազմակերպված։ Շնորհակալ եմ։ Այն անկել իմ թորնիկներն են, երեք գեղեցկուները, ծանոթացեք, որ իրանց հետ էլ ընկերություն անեք։ Կարիքավոր ընտանիքների կողքին լինելու առաքելությունն ու տիրոջ պատգամներով ապրելու խորհուրդը Ծառուկյան ընտանիքում փոխանցվում է սերնդեսերունդ։ Այն երեխաների, որ երազանքն է իրականություն եք դարձնում, այդ բոլորը համ ժողովուրդն է տեսնում, ձեր վերաբերմունքը ջերմությունը։ Աստված թող պահապան լինի, ձեր նպատակն էլ իրականանա, մեծ գործ եք կատարում, որ երեխաների երազանքները իրականություն ա դառնում, նրանց նոր կյանք եք տալի, նոր տրամադրություն, հավատ, որ ամեն ինչ կորած չէ, ամեն ինչ աճում է։ Ապրեք, շատ շնորհակալ եմ։ Երեխաները հանրապետության տարբեր բնակավայրերից են, նաև Արցախից։ Մաղթանքները շատ են, իսկ գլխավորը հայրենիքում խաղաղ ապրելու եւ անհոգ մանկություն վայելելու ցանկությունն է։ Մեր երկրում ու մեր կողքին ապրող հայտնի գործիչները, մշակույթի արվեստի մարդիկ իրենց փոքրիկ հերոսներին այս տարիների ընթացքում ոչ միայն չեն մոռացել, այլև իրենց հետ ճանապարհ են անցնում։ Երեխաների ցանկություն են հայտնում հանդիպել հայտնի մարդկանց հետ, դերասաններ, երգիչներ եւ այլն արվեստագետների հետ։ Մեզանից են շնորհակալություն հայտնում, որ մենք հանդիպում ենք, բայց հակառակը պետք է լինի։ Մենք պետք է շնորհակալ լինենք կազմակերպիչներին, որ կարողանում են կազմակերպել նման բաներ, որպեսզի կարողանան գոնե ինչ-որ մի չափ, ինչ-որ մի փոքր նշելով այդ երեխեքի այդ մոտ աշխարհը մի փոքր լուսաբանենք, մի փոքր լուսավորենք։ Շատ վառ տպավորություններ ունեմ եւ մինչեւ օրս պահպանում ենք կապը փոքրիկների հետ։ Հենց հիմա էլ տեսանք նրանց, կարևորը երջանիկ են, ուրախ եւ կարծում եմ, որ հենց այդպես էլ իրենց կյանքը պետք է շարունակվի կապույտ երկնքով, խաղաղ երկնքում եւ խաղաղ պայմաններում։ Ես ուզում եմ, որ յուրաքանչյուր մանուկ ապրի իր ընտանիքում, իր ծնողների հետ, լինի երջանիկ շատ։ Ես կամ հաղորդաշարից հետո
չգիտեմ, թե մեր ներաշխարհը, թե ընդհանրապես պատկերացումները միշտ են եղել հատուկ ուշադրություն փոքրիկների, բայց այդ միջոցառման, այդ հաղորդման շրջանակներում շատ բան է փոխվել մեր մեջ եւ մինչ օրս շարունակում ենք հետեւողական լինել թե հաղորդմանը, թե այն մանուկին, որ մենք մասնակցություն ենք ունեցել իր ընտանիքի հետ միասին։ Ինչքան է ժամանակը սուղ լինի, ես կարծում եմ, որ այդ նույն թանկ ժամանակը մենք միանշանակ տրամադրում ենք իրենց։ Շնորհավորում եմ մեր բոլոր փոքրիկներին եւ ուզում եմ, որ իրանք մեծանան խաղաղ երկնքի տակ եւ իրանք մանկությունը անցնի հետաքրքիր բակային լեցուն խաղերով, ինչը շատ կարոտել ենք, որ այսօր չկա։ Բարեգործական ամենամեծ գրավականը երեխաներից է սկսում։ Եվ բրավո Ծառուկյան ընտանիքին, որ հանձնառավ հովանավորեց եւ հարատևեց ցանկանում եմ արևշատություն շարունակական լինի, քանի որ մեր երեխաները մեր ուրախությունն են, մեր ամեն ինչն է։ Ես ուզում եմ, որ այդ մարդիկ շատ լինեն, որոնք որ երջանկություն են պարգևում բալիկներին, ինչը նաև անում է բնականաբար Ծառուկյան ընտանիքը, որ Ջավահիրը իրենց միջոցով նաև կարողանում է այդ երազանքները իրականացնել։ 11 տարի շարունակ պարոն Ծառուկյանը չի անտեսել որևէ երեխայի նամակ խնդրանք եւ մշտապես իր օգնություններով կանգնել այս երեխաների ընտանիքների կողքին։ Շնորհակալ ենք ձեզ ձեր բարեգործության համար։ Սիրելի երեխաներ, այսօր պարոն Ծառուկյանը, Ծառուկյան ընտանիքը խորհրդանշական խաչեր են պատրաստել ձեզ համար, որպեսզի ամբողջ կյանքում կրեք եւ հիշեք։ Աստված թող բոլորիդ պահապան լինի։ Օրհնյա ըսխաչս եւ պահպանյազ մեզ Քրիստոս Աստված մեր, ընդհովանյավ սուրբ եւ պատվական խաչի վտքով ի խաղաղության, փրկյա հերևելի եւ հաներևույթ թշնամյաց, արժանավոր յագոհությամբ փառավորելս քեզ ընթոր եւ հոգվույթ սրբո, այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից Ամեն։ Երեխաների երազանքները իրականություն դարձրած հայտնիները նույնպես խորհրդանշական նվերներ ունեն։ Գագիկ Ծառուկյանի եւս մեկ նախաձեռնություն գալիս է ապացուցելու երեխաներին բարեկեցիկ խաղաղ կյանք ապահովելու առաքելությունը բոլորինս է, որ մեծանան ու արարեն մայր հայրենիքում։ Անհոգ մանկություն, խաղաղ երկինք, երջանիկ և ուրախ ու մանկություն։ Իզաբելլա Հովհաննիսյան, Ալեքսանդր Կիրոյան, Սինիկ Մայիլյան, Էպիկենտրոն։